Սիրելիներս, մեր կուկուսիկը ուտում է ավելուկ, բայց արի կուկուսի, այսպես անենք, արի մի քիչ էլ 3 նուկ ուտենք, արի 3 նուկը։ Բայց 3 նուկը սիրելիներս, եկեք այսօր օգտագործենք թեյի տեսքով։ Դուք փորձել եք, անտիր թեյ է լինում, անտիր, տանում եք 3 նուկը, ընդամենը մոտավորապես մի 7-8 այսպիսի 3 նուկ, անպայման նաև ցողունով լինի, նստում եք վրան եղման ջուր 200 գրամ և պատկերացնում եք, թողնում եք մոտավորապես 20 րոպեից հետո խմում եք 3 նուկի թեյ։ Սիրելիներս, 3 նուկի թեյը այն միակ թեյն է, որ կարգավորում է ձեր ընդհանուր օրգանիզմի վիճակը և նաև ասեմ, այս թեյը չի պարունակում կոֆեին։ Եթե մենք թեյի գույնով ենք խմում կամ սուրճ եք խմում առավոտյան, կոֆեին է պարունակում, իսկ սա անվնաս է, տեսեք, նույնիսկ անգամ այսպես վիճակով մեր կուկուսը ուտում է, ուզում եմ ձեզ ցույց տալ, որ այն ինչ որ առողջարար է, կուկուսը հաճույքով է ուտում, ինքը հասկանում է որն է ճիշտ, որն է սխալ, որն է իր օրգանիզմի համար անհրաժեշտ։ Սիրելիներս, իսկ փորձել եք նաև դդմի յուղ օգտագործել ամեն առավոտյան, մինչև այս թեյի խմելը։ Եթե դդմի յուղ օգտագործեք մեկ թեյի գթալ սոված վիճակով, ապա կտեսնեք ձեր ընդհանուր օրգանիզմի վիճակը կլավանա։ Նաև ես ուզում եմ նախապես ասել բոլոր տղամարդկանց, բոլոր գրեթե, որոնց ճակատագիրը 90%-ի պրոստատիտ ադենոման է, որպեսզի իրենց մոտ դա չլինի, վերցնում են դդմի յուղ, մեկ թեյի գթալ 30-ից հետո մինչ 30-ը, դա չի խանգարում, որովհետև այնտեղ կա և վիտամին D-ի, և իհարկե օմեգայի մեծ քանակության, և վիտամին E, և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են ձեր օրգանիզմին, և նաև ասեմ, կարգավորում է ոչ միայն աղեստամոխրային տրակտը, այլև սրտի աշխատանքը, կարգավորում է ոչ միայն միզասեռական օրգանների վիճակը, այլ կարգավորում է ձեր ամբողջ օրգան համակարգերի վիճակը, բարձրացնում է դիմադրողականությունը, տարբեր տեսակի վիրուսներ ու հիվանդություններ են գալիս, դուք կձերբազատվեք այդ հիվանդություններից, հիվանդությունը կգա ձեր կողքով կանցնի և չի հիվանդացնի, ուրեմն դդմի յուղ օգտագործեք, նման թեյեր օգտագործեք խոտաբույսերով, որպեսզի ձեր օրգանիզմի վիճակը լավանա։ Մտածում եք, որտեղից վերցնենք դդմի յուղ, որպեսզի արդար լինի, մաքուր լինի, անարատ լինի, իհարկե զանգահարում եք աննային 098 326 406 նախապես, որովհետև իր գրաֆիկը շատ լեցուն է, զանգահարում եք, ժամ եք պայմանավորվում, գալիս եք, ձեր աչքի առջև, ձեր ներկայությամբ քամում տալիս է, որովհետև Աննան երբեք առանց ձեր ներկայության չի քամում ոչ մի ձեթ։ Գալիս եք, ծանոթանում եք, սուրճը խմում եք, ձեթը քամվում է ու գնում եք։ Սիրելիներս, եղեք առողջ։